Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ հետևողականորեն դժգում է արցախցիների և քաղաքական պահանջները հիմա սոցիալական հարցերի միջոցով, որը վերջնականաբեր դժգում։ Իրենց գործն է, բայց իմանալով, որ մաղը դու ընկերդ, հարևանդ զրկվելու եք սոցիալական աջակցությունից և ինչ-որ մեկը հայտարարում է, որ դուրս են գալիս, ոչ չեք դուրս գալիս։ Ինչու դուրս չեք գալիս ձեր բողոքը ասելու, այսպես չի լինի։ Հիմա պետք է հայտարարենք, ասենք, որ այդպես կառավարությունը ինչ ասում է լավ անում։ Հերիք չի, հասարակ ժողովուրդը դուրս չի գալիս, արցախցիների մեջ էլ առաջացել են իրաց արևի ղեկավարներ, որ ժողովրդին համախմբելու փոխարեն կես-կես դրանում։ Սա վերջն է արդեն ժողովուրդ, ես տարիներ արդեն երևի 4-5 տարին է, այստեղ խոսում ենք, ասում ենք, այս անտարբերությունը, որը իշխանությունները հայկական, լինի Արցախի, լինի Հայաստանի, մտցնում են, ներարկում են, սրսկում են դեր մեջ բերելու ավելի վատ բաների։ Ասել էինք 20 թվականի նոյեմբերից, որ մեր թշնամիների թիրախը հադրուցը չէր, մեր ժամանակ Ստեփանակերտից ինձ զանգում էին, ասում են այդպիսի բաներ մի ասա, Ստեփանակերտը պայրու է կես եկան։ Տեսնում էինք և ասում էինք, որ թիրախը հադրուցը չէր, Ստեփանակերտն էլ չէր, ասել ենք, որ թիրախը այս քաղաքն է, Երևանն է։ Հիմա այստեղ արցախցիները չեն դուրս եկել իրենց շահերը, բայց իրականում պետք է արցախցիները այստեղ կանգնած լինեն Հայաստանաբնակ ժողովուրդը, որովհետև ժողովուրդ Հայաստանի իշխանությունները գնում են Հայաստանի պետականության լուծարմամբ։ Եթե դուք չեք տեսնում բազմաթիվ խելացի փորձագետներ ունենք, որոնք ասում են վերլուծում բացատրում են ձեզ, ձեր խելքը ձեր գլուխը հավաքեք, բայց առաջին հերթին դիմեմ արցախցիներին։ Այստեղ պետք է ամեն օր ցույցեր լինի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չխոստանա սոցիալական հարցերը վերականգնել, այնուհետև սահմանադրությամբ ունեցած իր պարտականությունը, որ Արցախի պետության և Արցախահայերի երաշխավորը պարտավոր է կատարել։ Եթե չի կարողանում կատարել, թող հեռանա։